Շնորհակալ եմ Տիկին Հայկազյան, այո, միանշանակ նմանատիպ կարգավորում պետք է, որպեսզի մենք կարողանանք տեսնել օդի որակը հենց հանքարդյունաբերության կիզակետում, ինչպես հիմա տեսնում ենք մեր խոշոր շինարարական բոլոր օբյեկտներում Երևան քաղաքի, գրեթե բոլոր օբյեկտներում մոտ 160 սարքեր են տեղադրված ամբողջ Երևան քաղաքով մեկ եւ սա շատ լավ է, Տիկին Հայկազյան, շատ կարևոր է, բայց մեր քառամյա ծրագիրը պետք է կենտրոնացած լինի առաջին հերթին ձմեռային շրջանի վրա, այսինքն մենք ակնհայտորեն հենց նույն մեր սարքերի տված ցուցանիշները մեզ ցույց են տալիս, որ մեր հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մեր օդի որակը վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին, մասնավորապես նոյեմբերի վերջին, դեկտեմբերին, հունվարին, որոշ չափով փետրվարին եւ գարնան ամիսներին արդեն սկսում է բարելավել։ Ամռանը հիմնականում հիմա որ նայենք օդի որակը այս թեժ շինարարության, հանքարդյունաբերության շրջանում կամ գերազանց է ցույց տալու կամ լավ է ցույց տալու։ Մինչդեռ ձմռան այդ ամիսներին ցույց է տալու շատ դեպքերում անառողջ օդ։ Հիմա հաջորդիվ Տիկին Հայկազյան ես ակնկալում եմ մի փոքր ավելի կենտրոնացած ծրագրեր մեր սպეციფიկ խնդրի ուղղությամբ, որը որ եւ միգուցե կարող է հավելյալ հետազոտություն պետք ձմռան ամիսներին, պատճառին, չնայած ակնհայտորեն ամբողջ տարածաշրջանը խնդիր ունի, բայց նաեւ ակնհայտ է, որ տարածաշրջանը ունի խնդիր, բայց Երևանը ավել ունի համեմատած օրինակ մերձ Երևանյան այլ տարածքներին։ Մեկ էլ ունեն խնդիրներ Իգդիրը, մյուս քաղաքները այդ հատվածում գտնվող, այսինքն Արարատյան դաշտավայրի շրջանակում գտնվող բոլոր քաղաքները։ Հիմա եկեք խնդրում եմ մի փոքր մեր կենտրոնացումը տանենք դեպի ցուրտ ամիսներ եւ հասկանանք ինչ ծրագրեր կան, որոնք որ ուղղված են հենց այդ ամիսներին օդի որակը բարելավելու, որովհետեւ այդպես մակերեսի վրա ինչ որ բաներ ակնհայտ է, հասկանալի է, մշտադալար ծառեր պետք է ավելի շատ ունենանք, այսինքն օրինակի համար ենթադրվում է, որ Դալմայի այգիների մեր տնկումը պետք է իր տրամաբանությունը միգուցե փոխենք, մեր նոր նորքում կառուցվող Միասնիկյանի վերևի հատվածում Լվովյան փողոցի հատվածում կառուցվող այգու տրամաբանությունը միգուցե պետք է փոխենք, հաջորդիվ ակնկալում եմ նաև այս ուղղությամբ կոնկրետ առաջարկություններ, եթե կան վերլուծություններ եւ համապատասխան վերլուծությունները կան օդի որակի չափիչ սարքերից, որոնք որ հստակ մեզ ասում են ամառը լավ է օդի որակը Երևան քաղաքում, չնայած շատ ակտիվ շինարարությանը եւ պոտենցիալ է փոշուն, իսկ ձմռան ամիսներին, որ ենթադրվում է, որ ավելի լավ պետք է լինի, որովհետեւ շինարարությունը այդքան ակտիվ չի, ենթադրաբար հանքարդյունաբերությունը այդքան ակտիվ չի, բայց մեզ մոտ հակառակն է։ Փաստորեն այդ կորելացիան շինարարության եւ հանքարդյունաբերության հետ չի ուղիղ կամ բայց ոչ այն չափով, ինչով որ մենք պատկերացնում ենք։ Պարոն քաղաքապետ, իրականում պատճառը մեզ հայտնի է, դա օդի ինվերսիան է, այսինքն այն, որ եթե շատ պարզ ասեմ, օդ չի շրջանառվում, կանգնած է, հետևաբար արտանետումները բոլոր պահվում են, բայց մենք ուրեմն կընդունենք դա որպես Եկեք ուրեմն մեր արտանետումների լավագույն քառյակը հասկանանք կամ վատագույն քառյակը հասկանանք ու սկսենք հասկանալ այդ վատագույն քառյակի եւ հնգյակի հետ ինչ ենք անում։ Մենք ունենք հստակ պատկեր, որ գործոններից է արտանետումների քանակը, որ չափաբաժինը։ Ըստ չափաբաժինների չէ, բայց մեզ մի քիչ ժամանակ տվեք, մենք ձեր ուրեմն այս նշած ուղղությամբ մեկ ամիս հետո ներկայացնենք մի հատ վերլուծություն ձմռանը հենց վերաբերող խնդրի։ Դե Տիկին Հայկազյան, ինձ թվում է համաձայն է, կարող է համաձայն չեք իմ պնդումների հետ, համաձայն եք, չէ, ձմռան ամիսներին ունենք խնդիր, ամռան ամիսներին այդքան մեծ խնդիր չունենք, այնուհետև լոկալ ինչ-որ խնդիրներ ունենք, մեր հիմա օդի որակի չափիչ սարքերը on-line հենց հիմա որ միացնենք, որոնք որ տեղադրված են շինարարական կիզակետերում։ Ներքևներում։ Խնդրում եմ, հələ միացրեք, էլի։
Այս կարևորը անընդհատ այս բանի մեջ այս շրջապատույտից դուրս գանք, էլի, որովհետև ես հասկանում եմ իհարկե մենք համապատասխան միջոցներ նաև պետք է կիրառենք եւ որ ավականու որոշումները որոշ շինարարներ չեն կատարում, բայց նաև պետք է հասկանանք մեր խնդիրը իրականում ինչու՞մ է։ Մեր խնդիրը կանում է նրանում, որ մենք ունենք խնդիր ձմռան ամիսներին, խնդրեմ։ Շատ լավ, այս մինչև 60-ը AQI, ճիշտ եմ ասում, Տիկին Հայկազյան, մինչև 60-ը AQI գերազանց է օդի որակը, 65-ը լավն է։ Մինչև 50-ը, 50-ից 100-ը։ Մինչև 50-ը, 50-ից 100-ը լավն է, այսինքն հիմա այդ որ դեղին են կետիկները, դա նշանակում է Երևան քաղաքում այս պայդրությամբ օդի որակը լավն է։ Մենք մոտավորապես այս ցուցանիշն ենք ունենում, ճիշտ է, ամռան ամիսներին, ավելի տաք ամիսներին։ Հիմա մենք այս ցուցանիշը չենք ունենում, չէ՞, ձմռան ամիսներին, վատա, չէ՞ ամեն ինչ։ Խնդրում եմ կենտրոնանանք ձմռան ամիսների վրա։ Շնորհակալ եմ։